Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները։ Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը արաբկիրցիների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտիները։ Այգիների կառուցման տարեկան ծրագրի շրջանակում ամբողջովին վերակառուցվել ու բնակիչների տնօրինմանն է հանձնվել Հայաստանի ամերիկյան համալսարանի հարակից այգին, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված հարմարավետ հանգստի այս գոտին բնակիչների հավաստմամբ սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին։ Հրաժեշտից առաջ Երևանի քաղաքապետը այգում մշտադալար Եղևնի հետ ընկել։ Բնակիչների հանգստի կազմակերպման համար հարմարավետ ու բարեկարգ է դարձել նաև Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցում գտնվող պուրակը։ Հանգստի գոտու բացման արարողության շրջանակում Երևանի քաղաքապետը հանդիսավորությամբ բացել է նաև քանդակագործ Գարեգին Դավթյանի հեղինակած Գալուստ Գյուլբենկյանի կիսանդրին։ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին գնահատելով կատարած աշխատանքները մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է եւ որ բարեկարգման ծրագրերը հետեւողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ մայրաքաղաքի բոլոր այգիներն ու պուրակները լինեն բարեկարգ։ Մեծ բարերարի կիսանդրին բացեցինք, այնտեղ էլ կային կրպակներ, ավտոտնակներ եւ դժգոհություն էր կրպակատերերի, ավտոտնակների տերերի կողմից, որ այս տարածքը ազատում են աճուրդով վաճառելու համար։ Եվ այսօր մենք տեսանք, որ այնտեղ Գյուլբենկյանի մեծ բարերարի կիսանդրին է տեղադրվում։ Եվ ուզում եմ մեր բնակչությանը տեղեկացնել քաղաքապետարանի վարչական շրջանի կողմից այն նախաձեռնությունները, որը կան, մեր ծրագրերում միշտ ընդգրկում ենք եւ հաջորդ տարիներին մենք ավելի մեծ աշխատանքներ են կատարելու բակային տարածքների բարեկարգմանը։ Այգիների կառուցման ու վերակառուցման ծրագրերի շրջանակում առանձնակի ուշադրություն է դարձվում նաև կանաչ գոտիների ստեղծմանը։ Այդ նպատակով բարեկարգվող տարածքներն ապահովում են նաև ոռոգման նոր համակարգով։